Խաղաղություն, ասի ժողովուրդ, սերդանց փաշտիրոջը, դերը թողորդն է զորացն է, որդե մենք եկել ենք տիրոջ պաշտելու, հարավորելու, ու մեր պաշտամունքը միայն տիրոջն է ուղված։ Մենք չենք եկել իրար գովելու, կամ իրար փնովելու, եկել ենք, որպեսզի Աստծուն գովենք։ Շատ անգամ կկրկնենք այս խոսքերը, որ Դավիթի սաղմոսների մեջ համարյա մեծամասնությունը գովեստ է։ Գրված է Սաղմոս ասեք, Սաղմոս ինչ կնշանակե։ Գովեցեք Տիրոջը, փառավորեցեք, Սաղմոս կնշանակե, որ դու միշտ գովես Տիրոջը։ Եթե Պողոս առաքյալը կասե Սաղմոս ասեք, կնշանակե գովեցեք Տիրոջը։ Ալելույա կնշանակե օրհնեցեք Տիրոջը, ալելույա բառը։ Ամեն խոսք միայն գովեստ ու պաշտամունք երկրպագություն Տիրոջն է ուղված։ Ինչ որ խոսքեր կա գրված, բոլորը Աստծուն կպատկանե, որովհետև Աստծո խոսքն է, բայց նաև կա խոսքեր, Աստծո բերանից ելած խոսքեր, որ մեզի համար է։ Ինչ կա մեզի համար գրված Աստծո խոսքի մեջ։ Ես կուզենայի Տիրոջ օգնությամբ մի հատ սաղմոս կարդանք ու գանք աղոթքի, մեր սրտերը բացենք Տիրոջ առաջ։
Տիրոջ օգնությամբ կարդամ 5-րդ Սաղմոսը։ Ով Տեր, ականջ դիր իմ խոսքերուս, միտքդ առ իմ աղաղակս, իմ կանչելու ձայնին մտի գրե, ով իմ թագավորս ու Աստվածս, վասնզի ես քեզի կաղաչեմ։ Ով Տեր, արտուն պիտի լսես իմ ձայնս, արտուն պատրաստ պիտի լամ, քեզի ու սպասեմ։ Մենք եկել ենք արտուն Տիրոջը կանչելու, մեր աղոթքը Աստծուն բարձրացնելու ու շարունակությունը արտուն պատրաստ պիտի լամ ու սպասեմ։ Տեսեք, մենք աղոթք կանենք Տիրոջը, չէ՞, բայց շատ անգամ չենք սպասե։ Ու նույն աղոթքը էլի կանենք։ Եթե դու կհավատաս, որ աղոթք ես արել, խնդրել ես Տիրոջը, երկրորդը հավատքով սպասելն է։ Ճիշտ է, կարող է նույն հոգսը, նույն խնդրի համար մենք քանի անգամ խնդրենք Աստծուն, բայց երկրորդ քայլը սպասելն է։ Եթե դու կխնդրես քո հորից, դու պետք է նաև հավատքով սպասես։ Իսկ եթե նույն բանը շատ անգամ կխնդրես, այնտեղ ինչ որ սպասել չկա, չէ՞, հələ կուզենայի անկեղծանայի բոլորիդ հետ։ Եթե ես նույն խնդրանքը միշտ կաղոթեմ, բայց մյուս անգամ որ պետք է աղոթեմ այդ հոգսի համար, այդ հոգսի համար չաղոթեմ, ես սպասելով փառավորեմ Տիրոջը։ Հələ փորձեք։ Ես հավատքի մասին կխոսամ, Աստծո ժողովուրդ։ Եթե դու խնդրանք է, ինչ որ հոգս կա, խնդրել ես Տիրոջը, մյուս անգամ մի խնդրի այդ խնդրանքի համար, այլ հավատա որ Տերը տվել է։ Պետք է դու առնես։ Ու այդ հավատքով առածի պես շնորհակալ եղի Աստծուն։ Ես կուզենամ ձեզի հետ ավելի պարզ։ Աստծո ժողովուրդ, ինչու համար մենք չենք առնի, որովհետև շատ անգամ մենք չենք սպասե։ Հավատքով պետք է սպասես, որպեսզի Տիրոջից առնես։ Տեսեք, պատկերացրեք, ես ձեզի ջուր ուզեմ, դուք ջուրը բերեք, նորից ջուր ուզեմ։ Ես պետք է արդեն ջուրը վերցնեմ, չէ՞, ձեր ձեռքից, եթե ես ուզել եմ։ Ես կսպասեմ մինչեւի ջուրը բերես, բայց մինչեւի ջուրը բերելը ես մի քանի անգամ չեմ ասենցի ջուր տու։ Ես արդեն սպասելով կվերցնեմ այդ ջուրը եւ կխմեմ։ Նույնն էլ Աստծո խոսքն է։ Ինչ որ աղոթ կանենք, ես Աստծուց եմ առես միտքը։ Եթե ես աղոթ կնեմ, ես պիտի հավատամ։ Ես ամբողջ սրտով պիտի հավատամ, որովհետեւ Տերը կամենա, որ իրան սիրես ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ զորությամբ։ Նաև ամբողջովին պետք է իրան հավատաս, բացի սիրելուց հավատաս ու հույսով սպասես։ Ճիշտ է, միայն սիրո մասին է գրած ամբողջ հոգով ու սրտով, բայց ես Տիրոջ հոգուց կհասկանամ, որ նաև սպասելն է ամբողջ հոգով դի սպասես։ Հավատալն էլ ամբողջ հոգով դի հավատաս։ Եվ չերկմտես, եթե կսե մեկի իմաստությունից պակաս է, չէ, Հակոբոս Արաքյալը կսե, թող խնդրե ու չերկմտի։ Եթե խնդրել ես, երկրորդ անգամ մի խնդրե, որովհետև Տերը լսել է։ Դու սպասե, որպեսզի առնես։ Փառք Տիրոջը։ Եթե կհավատանք այս խոսքին, ես հիմա շարունակեմ Սաղմոսը, եթե կհավատանք, որ ինչ որ խնդրենք Տիրոջից, սպասելով իր ձեռքից կվերցնենք։ Տեսեք շարունակությունը։ Վասնզի դու անօրություն ուզող Աստված չես, չարը քու քովդ պիտի չբնակվի, հբարները քու աչքերուդ առջև պիտի չկենան, բոլոր անօրություն գործողները կատես, սուտ խոսողները կկործնցնես, Տերը արյունահեղ ու նենգավոր մարդեն կզզվի։ Բայց ես քու ողորմությանդ շատությունովը քու տունդ պիտի մտնեմ, քու վախովդ երկրպագություն ընեմ քու սուրբ տաճարիդ մեջ, ով Տեր, քու աշտարությունովդ ինձի առաջնորդ եղիր թշնամիներուս համար, քու ճամփած շտկե իմ առջևս, վասնզի անոնց բենեն միշտ ճշմարտություն չկա, բենին մեջ ճշմարտություն չկա, անոնց ներսիդին չարություն կա, անոնց կողորտը բաց գերեզման է, իրենց լեզվովը նենգավոր եղան։ Ով Աստված հանցավոր հանես անոնք, իրենց խորհուրդներովը թողինան, անոնց շատ ամբարիշտություններու համար հալածես անոնք, վասնզի քեզի դեմ ապստամբեցան։ Բայց բոլոր քեզի հուսածողները թող ուրախ լան,
Հավիդյան թող ցնծան, վասնզի դու զանոն կպաշտպանես, եւ քու անունդ սիրողները թող քեզմով զվարճանան։ Տեսեք, քու անունդ սիրողները, բոլոր Տիրոջ սիրողները պետք է ուրախ լինեն։ Համաձայն եք Աստծո ժողովուրդ։ Ես նոր մեր եղբոր հետ խոսայի, կասեի, որ հայերը, որ եկել են Ամերիկա, եթե իրանց գործը ստացվել էր, իրանք ուրախ էին, չէ՞։ Կհարցնեի ինչու համար ուրախ ես, կսեին գործը ստացվել է, ես դե Ամերիկա գնամ, այնքան ուրախ էին։ Բայց որ Աստծո մարդուն կհարցնես, դու ուր պիտի գնաս, կսե երկինք, չէ՞։ Ուզեն ինչու համար ուրախ չես։ Ամերիկա գալու համար ուրախացել ես, բայց երկինք գնալու համար տխուր ես։ Հետաքրքիր է, չէ՞։ Դերսի մարդը ինչպես պետք է հավատար ես երկինք գնամ։ Տեսնելով որ Ամերիկա գնալու համար ուրախ եմ, կհավատաք, սե բոլորս էլ կուզեն կանք, բայց երկինք գնալու համար դու ուրախ չես, ուրեմն ես էլ չեմ գա այդ տեղը, եթե դու միշտ տխուր, տրմած կգնաս, նորից կվերադառնաս, ինչ որ չհամոզեցիր, որ ես էլ քո հետ կամ։ Դրա համար այդ ուրախությունը Աստծուց պիտի բխե, Աստծո ժողովուրդ, այդ ուրախությունը փոխանցիկ մարդկանց, որ հարցնեն, ձեր գնալու նպատակը ո՞րն է։ Դե ասես մենք պատրաստվում ենք երկինք գնանք, բայց ինչու համար ուրախ չես։ Երկինք պիտի գնաս, Աստծո հետ հավիդյան ապրես ու միշտ տխուր ես։ Ով կհավատա որ մենք պիտի երկինք գնանք։ Կարող է որոշ մարդիկ որ Աստծո խոսքից տեղյակ են հավատան, բայց մեծամասնությունը չի հավատա։ Երկինք գնացողները պետք է ամենաուրախը լինեն, որովհետև Աստծո խոսքը կասե։ Ես այդ խոսքը նորից կարդամ, հա, ուրախության կսե, բայց բոլոր քեզի հուսացողները թող ուրախը լան, հավիդյան թող ցնծան, վասնզի դու զանոն կպաշտպանես, եւ քու անունդ սիրողները թող քեզմով զվարճանան։ Վասնզի դու պիտի օրհնես արտարը, ով Տեր, բարի կամեցողությունով անոր 4 կողմը պիտի պատես, որպես թե վահանովը։ Փառք Տիրոջ, Աստված թող օրհնե, զորացնե։ Մենք հիմա Աստծո առաջ կգանք հայմերով, սկսենք մեր պաշտամունքը եւ մեր սրտերը բացենք Աստծո առաջ, հավատալով որ Աստված նաեւ գրված է աղոթքի լսող Աստված է։ Գրված է դու ինձնից խնդրե եւ ես քեզի կուտամ երկար օրերի շատություն, հավիտենական կյանք։ Մենք պետք է խնդրենք Աստծուց մեր թագավորից ինչ։ Պետք է խնդրենք թագավորությունը։ Այդ թագավորությունը հավիտենական կյանքն է։ Որտեղ որ թագավորության մեջ ով է, մեր թագավորն է, որտեղ որ մեր թագավորն է, այնտեղ Աստծո թագավորությունն է։ Մենք խնդրենք Իրան։ Գրված է ինքի թագավորությունը խնդրեք։ Այսինքն մենք Իրան պետք է խնդրենք։ Եվ Տեր Հիսուսը ասել, ինքի թագավորությունը դերսևանց չի գա, որ ասես այնտեղ է կամ չէ, մյուս կողմը, այլ ձեր մեջն է թագավորությունը։ Ինքն է թագավորությունը։ Եվ նաև խնդրենք իր աշտարությունը, որտեղ միայն աշտարները երկինք կմտնին, իր այժմով աշտարացած սուրբերը։ Թող Տերը փառավորվի, ամեն։ Amen.
Սիրներ սրտանց, ասենք փառք ես Տեր Աստված, այս գեղեցիկ օրվա համար, տերունական օրվա համար, որ մենք եկել ենք, գտնվում ենք Տիրոջ տան մեջ, հիմա թողնենք մեր բոլոր, ասենք, հոգսերը, թող քո բոլոր մտքերը, ինչ որ կա քեզի ճնշող, թող այդ ամեն ինչը նայի Քրիստոսին, ինչպես եղբայրները ասացին, ինչպես մենք երգում ենք նոր այդ փառաբանության երգերը, որ երգում ենք, ոնց որ չգիտեմ, այս առաստաղը բացված լիներ, մենք սենց երկնքի հետ հաղորդ լինենք, այդ ձև սենց օրհնությունը կար։ Սիրելիներ, ես մի տեղ եմ ուզում կարդամ, մի քանի տեղ եմ կարդալու, բայց խոսքի միտքը լինելու է, որ շատ կարևոր է մեզ համար, որպեսզի մենք ունենանք Տիրոջը միտքը։ Պողոս առաքյալը ասում է պատերազմս պատերազմեցի, այդ ինչ պատերազմ էր պատերազմ Պողոս առաքյալը, մտքի պատերազմել էր պատերազմում, ոչ թե սուրն էր ձեռքը բռնած, հապա ինքը ասում է պատերազմս պատերազմեցի, հավատքս պահեցի, հաստատուն կենալն էր ինքը պատերազմ, որ ինքը հաստատուն կենա, այսինքն մենք որ հավատացյալ ենք, մենք մինչև մեր կյանքի վերջը, մենք պատերազմի մեջ ենք որ եղբայրներ, ում դեմ պատերազմը, սատանայի դեմ, ինչ ձև պետք է պաշտպանվենք, Պողոս առաքյալը մի զենքի մասին է գրում, ասում է գլխներիդ հագցրեք սաղավարտը, այդ սաղավարտը, որտեղ սատանեն ամեն անգամ կրակոտ նետեր է ուղարկում ինձ ու քեզ, որպեսի խափալի, որպեսի խանգարի քո եղբայրին ջան, բայց եթե սաղավարտը գլխներիս է, ուրեմն մեզ այդ կրակոտ նետերը ոչ մի վտանգ չի սպառնում։ Հիմա հետաքրքիր է, ես մի տեղ կարդամ, հետո խոսանք դրա մասին, հիմնական խոսքը լինելու է երկու մտքեր, եկեք տեսնենք, թե ում մտքերն են կարևոր և ինչ պետք է անեմ հաստատուն կանգնելու համար։ Քո եղբայրին, վաղը չեմ իսօր նայեք, կարող անես տեղ լինես, որ ոչ մի եղբայր չկա։ Ասես զանգեմ Գևորգ եղբայր, Արմեն եղբայր, շուտ եկեք մի հատ հասեք, օգնեք ինձի, ոչ մեկ չկա, բայց Տեր Հիսուսը կողքդ է։ Դրա համար դու հիմա պետք է ունենաս այդ սաղավարտը, կարող մենակ ես մնացել, քեզ գալիս է սատանեն մտքեր է ուղարկում, բայց դու պետք է ունենաս այդ սաղավարտը, որպեսզի հաստատուն կենաս քո հավատքիդ մեջ, Տեր, ես քոնն եմ, անբաժան եմ ես, ամեն։ Ուրեմն ես մի տեղից եմ կարդալու, ուրեմն վերևից բերանացի կասեմ, Հայրոսի աղջիկը, շատերս լսել ենք, մի անձնավորություն կար, ասում է, ահա Հայրոս, Ղուկասի 8-րդ գլխից եմ սա կարդում, 41 խոսքից եմ կարդում, բայց խոսքը լինելու է, շեշտը լինելու է 49 խոսքի վրա։ Ահա Հայրոս անունով մարդ մը եկավ, որ ժողովարանին իշխանն էր, Հիսուսին ոտքը ինալով կաղաչեր անոր, որ իր տունը մտնե, վասնզի մեկ հատիկ աղջիկ մը ուներ, գրեթե 12 տարեկան, որ մեռնելու մոտ էր, երբ Հիսուս կերտար բազմությունը կնեղեր զինք։ Ինչ հետաքրքիր բան է, ուրեմն աղջիկը մեռնելու մոտ էր ու թակ աղջիկ էր։ Ես ուզում եմ, որպեսզի այս բանը մենք
Իշքան հերեց սիրտը ցավա, չէ՞ զգում ասենք, թակ աղջիկը, այդ աղջիկն էլ մեռնելու մոտ է 12 տարեկան ու վազմա բազմությանը չի նայում, վազմա գիտի որ վարդապետը այդտեղով անցնելու է ու ինքը մտածել է որ ես այդքան վարդապետին ասեմ, վարդապետը կգա, հələ չի մահացել իմ աղջիկս, վարդապետը կգա աղոտ կանի եւ ինչ կլինի, կլավանա։ Եվ հետաքրքիր է, վազելով եկավ դեպի Հիսուսը։ Երբ որ եկավ Հիսուսը, ես արդեն կարդալու եմ այդ տեղը, եւ Հիսուսին ասում է, երբ ինք դեռ կխոսեր, ժողովրդապետի տունեն մեկը եկավ ու ասեց. եկել էր որ Հիսուսին կանչեր եւ իր տնից մեկը գալիս է լուր է բերում եւ ասում է. աղջիկդ մեռավ, ալ վարդապետը մի հոգնացրիր։ Ինչ հետաքրքիր ասենք պահը։ Բաներ կա, երբ որ դու տեսնում ես, որ էսա աղոտ կանեմ, էսա սենց կանեմ, սատանան քնած չի, քույրս ու եղբայրս։ Սատանան ինքը պատրաստում է նորից ինքը մոտիկանա քեզի։ Ինչ ես ասում աղոտ կանեմ, ոնց կլինի, այս բանը չի լինի, այս բանը չի ստացվի, գոնե եթե հիվանդ լիներ կարողանար, բայց աղջիկդ մեռել է, էլ դրան հնարավորություն չկա, դրան փրկություն չկա, էլ իզուր Հիսուսին մի կանչի քո տունը, որովհետև արդեն մեռել է։ Սատանը միշտ ինքը իր նետերը դրանք են քույր եղբայրներ ջան, որ ինքը քեզի միշտ հիշացնի, որ դա հնարավոր չի։ Այսինքն հույսից քեզի կտրի, այդ հույսի սաղավարտը երբ որ գլուխնից չի, մեր գլխի վրա չի, սատանան մոտիկանում է, որպեսզի ինձ ու քեզ հույսից կտրի, ասի էլ մի հույսը դիր Աստծո վրա։ Էլ իմաստը որն է հույսը դնես Աստծո վրա։ Դու մտածել ես որ կգա Հիսուսը եւ կառողջացնի, բայց արդեն մեռած է, էլ իմաստ չունի, որ Հիսուսը գա։ Հիմա ես մի բան եմ ուզում հարցնեմ, եղբայրներ ջան։ Իմաստունի Հիսուսը որ գա իմ տունս։ Հիմա նայ սատանան միտք է տալի, որ ախր չի ստացվի, որ ախր խնդիրները շատ մեծ են, ախր սենց են, ախր նենց են, բայց միշտ կանչի Տիրոջը անունը։ Անկամ երևույթը որ ցույց է տալի, որ այդ գործը որ պիտի լինի, այդ գործը մեռած արդեն, բայց դու կանչի Տիրոջը անունը։ Եվ հետաքրքիր է, Հիսուսը կողքը կանգնած էր եւ լսեց Հիսուսը, որ այդ խոսքը ասեցին Հայրոսին եւ ասում է, բայց Հիսուս երբ լսեց ատիկա, սավանոր, մի վախենար, հապա հավատա ու պիտի ապրի, մի վախենար, միայն հավատա ու պիտի ապրի։ Հետաքրքիր է, Աստծո միտքը ու հակառակորդի միտքը, ինչքան տարբեր են։ Հակառակորդի միտքը, որ ասում է, չի լինի, չի ստացվի, Աստծո միտքը ինչ ասում, մի վախենար, հապա հավատա։ Ես երբ որ բանտում էի, հետաքրքիր է, գիտեք ինչքան մտքեր էր գալիս բանտին։ Այնտեղ չկար եղբայրները, գային եղբայրները, այդտեղ ասում էի, չկային, ասեն գային մի հատ մխիթարեին կամ սես մի բան անեին, մեկից սպասում էին մխիթարություն, անգամ հիշում եմ, ասենք տղաս ինձի որ զանգում էր, ասում էր, պապ, հələ եղբայրները ասում են, ինչ մեղք ես գործել, որ ստեղ ես հայտնվել։ Ու ես ընկնում էի ավելի մտքերի մեջ, ավելի էի նեղվում, չէ՞։ Ասենք ես հիշում եմ նոր հոգի էի, մի անգամ հիվանդացա, տաքությունով հիվանդ պարկած եմ։ Մի հատ եղբայր Աստվածաշունչը ձեռի տակ եկավ, նստեց, ասեց, ես էլ նոր հոգի եմ, ասեց, այ ախպեր, ես ինչ մեղք ես գործել։ Ու հելավ թողես գնաց։ Հիմա ես եթե ջերմաստիճանս 39 էր, հիմա ես լսեցի էսի ու մտածում, Տեր Աստված, ինչ մեղք եմ գործել, որ ես տաքությունը վրես է եկել, ինչ եմ արել, որ ես տաքությունը վրես է եկել։ Ու այդ մտքերից տաքությունս ավելի բարձրացավ, դառավ 40-41 էր դառնում արդեն։ Ասում եմ, ես ի՞նչ կատարում այ քեզ բան։ Մտքերը այսպես քեզի ինչ են անում, գերի են վերցնում։
ինչ մեղք ես գործել, ինչ ես արել, փոխանակ ասենք մխիթարություն լինի, ու սկսում արդեն կարա անգամ հավատացյալի կողմից լինի այդ խոսքը, գիտեք, դու պետքա լսես Աստծո ձայնը, Տիրոջը ձայնը պետքա լսես, Տիրոջ խոսքը պետք է, ես կկարդամ, ոնց պետքա կարողանաս զանազանես, Տիրոջը միտքը ոնց կարողանաս զանազանես, քույր եղբայրներ ջան, այդ ձևը երբ որ բանտի մեջ էի, ուրեմն հետաքրքիր է գալիս էր այնտեղ դե եղբայրները տղայիս ասում էին հələ թող հարցնի, թող հարցրա տես ինչ մեղք կա գործել, որ ինքը բոլորին ազատում են ինքը բանտի մեջ է։ Ու ես ընկնում էի ավելի սենց վիճակի մեջ ու լացում էի, ողբում էի, բայց այդ ողբալու ընթացքում օրհնություններ է լինում, մարդիկ էին ապաշխարում, տարբեր ազգերից ապաշխարում էին։ Հիմա ես մտածում էի, նորից ինքս իմ մեջ առնում էի, ասում էի, լավ, ասում էի, եթե ես այդ մեղքի պատճառով եմ ստե Տեր Աստված, բայց օրհնությունը մեղավոր մարդու միջոցով խիպտի ես օրհնությունը լինի։ Ու սենց մտածում էի, տալիս առնում էի, սիրներ, մինչև որ Տերը ինձ մի հատ հետաքրքիր համար տվեց, ես այդ համարը ուզում եմ նվիրեմ բոլորիդ, ովքեր որ կուզենան, ուրեմն Սաղմոսների մեջ է գրված, սիրներ, 112 Սաղմոսը 7-րդ խոսքը։ Անիկա գեշ լուրեն չի վախենար։ Սա ասում է ամեն մի հավատքի մարդուն։ Անիկա գեշ լուրեն չի վախենար, անոր սիրտը հաստատ է ու Տիրոջը կհուսա։ Շքան օրհնյալ համար է։ Տերը ինձ ես համարը բանտում նվիրեց ուղակի քույր եղբայրն ջան։ Ու ես հելել էի այդ աղոթքա սեյնակից հելել էի ու փառաբանում էի, գոռում էի, ասում էի ալելույա, սերը լցվել էր, օրհնությունը լցվել էր։ Այն կողմից միտքն է գալի, այս կողմից այս համարը կարդում եմ, ասում է գեշ լուրեն անիկա չի վախենար, միշտ հիշեք, սատանան պատրաստ է, ինքը միշտ քեզի գեշ լուր ուղարկի, վախացնի, սենց լինի, չի ստացվում, այն մարդ քո ամուսինը ոնց կապաշխարի, քո տղեն ոնց կապաշխարի, քո կինը ոնց կապաշխարի, բայց ոչ սիրելիներ, ես հաստատ համոզված եմ, որ ես աղոթում եմ դրա համար։ Մենք մի հատ տատիկ ունեինք, օրհնյալ մի հատ քույրիկ էր, ուրեմն այս քույրիկը միշտ գալիս էր, ասում էր, Աշոտ եղբայր, բալիս համար ուզում եմ աղոթք անենք։ Ինքը 90 քանի տարեկան տատիկ էր, է բալեն էլ ինձանից մեծ էր, մի համարյա 70 տարեկան, միշտ բալա էր ասում էր բալիս համար մի հատ աղոթք անենք, ես հավատում եմ բալես պիտի ապաշխարի, բալեմ այդ վալոդն էր էլի, վալոդը չէր ապաշխարում այս բալեն, ինչ աղոթում ենք, այս քույրիկը ննջեց, բալեն ապաշխարեց, անենց խոստովանություն անցավ, անենց զղջաց, անենց օրհնյալ ասեմ, որ բոլորը զարմացել էին, ասում էին ու սենց այդ լուրը տարածվել էր ամբողջ 7 մասով բանով, վալոդը ապաշխարել է, ու մենք միշտ հիշում ենք, ասում ենք Տեր Աստված, անգամ քույրիկը ննջեց, բայց քույրիկը ես հավատում եմ երկնքից նայում էր, որ իր բալեն ապաշխարում էր, քույրեր եղբայրներ, միշտ հաստատուն կեցիր, որ պիտի գա օրը, և դու կտեսնես, և քո եղբայրը, քո քույրիկը, քո ծնողը, քո ամուսինը, որ մտածում ես ախր էսի չի ապաշխարի, ոչ սիրելիս, էդի հակառակորդն է միտ տալիս, բայց դու երևույթին մի նայի, դու հավատքով աղոթք արա, աղոթքդ մի դադարեցրու, ես միշտ մեզ մոտ ասել եմ, միշտ աղոթք արեք, ես ինքս էլ իմ երեխեքի համար աղոթք եմ անում, այն որ Արմեն աղբերը, որ ստեղից ասեց, մեր ընտանիքների համար այնքան եմ ուրախացել քույր եղբայրն ջան, իրոք մեր ընտանիքների աղոթքը պիտի չկարճացնենք, միշտ պիտի աղոթք անենք, երևույթին պիտի չնայենք, հապա մենք հավատքով պետք է նայենք, որովհետև Տերը մեզի ասում է, հաստատուն է կենում, ուրեմն հավատքի սիրտը, չէ՞, այդձև ես մի հատ էլ համար եմ ուզում կարդամ Եսայի մարգարության 26-րդ գլխի 3-րդ խոսքը, նայեք ինչ է ասում, հաստատ միտքը կատարյալ խաղաղության մեջ է, ինչքան օրհնյալ համար է քույր եղբայր ջան։ Այսինքն, եթե շփոթումներ է գալիս, Տիրոջից չի, եթե փոթորիկներ է բերում ներսդ, եթե խաղաղություն է բերում, դա Տիրոջ միտքն է, ընդունի, վերցրե այդ միտքը, ասում է հաստատ միտքը կատարյալ խաղաղության մեջ կպահես, վասնզի քեզի կհուսա, օրհնյալ լինի Տիրոջ անունը, ինչքան գեղեցիկ է, չէ՞, հույսս ում վրա եմ դրել, Աստծո վրա եմ ես դրել,
Ես իմ ուժերի վրա չեմ վստահում, քո եղբայրն ջան։ Իմ վստահությունը Հիսուսն է, ու ես Աստծո վրա եմ իմ հույսս դրել եւ իրան եմ սպասում։ Ես երևի վկայել եմ այդ Եգիպտացու համար, ուղղակի շատ հետաքրքիր անձնավորություն էր։ Ջահել տղա էր այդ Եգիպտացին, բոլորը ծիծաղում էին այդ Եգիպտացու վրա, այդպես մի քիչ ինքը սկզբից խելագարի դեր էր կատարում։ Հետո երբ որ մենք մտնում ենք այդ աղոթքի սեյնակը, այդ Եգիպտացին գայս էր ասում էր, «Փլիզ», ասում էր, «Իմ համար էլի աղոթք արեք»։ Մտքիս մեջ, ես իմ մտքիս մեջ ասում եմ, «Այ մարդ, էսի խի ա գալի թե այդ աղոթքի սեյնակը, թե էսի խի աղոթք անում բան»։ Ասենք ինքը սենց փնթի այդ ուտելիքները, որ ուտում էին, բոլորը որ պետքա տանային, թափեին, գալիս էր ասում էր, «Այդ ուտելիքներից տվեք, որ ես ուտեմ, այդ Սիբիլի մեջի ուտելիքներն են»։ Սենց անորոշ ձեռ էին առնում, ծափ էին տալիս, երգում էր բան։ Ու գալիս էր աղոթքի, մտքիս մեջ ասում եմ, «Այ մարդ, էսի ոնց կա աշխարհի կամ էսի ինչ պիտի լինի»։ Ուրիշ եգիպտացիներ կային, ուրիշ ազգեր կային, որ գալիս էին ջիգարով աղոթք էին անում։ Էսի բայց սրտանց աղոթք էր անում, դե ես շատ չէի իմանում, բայց միտք քնողը սիրտն այ ով է, Աստված է։ Այս Եգիպտացու դեմքը փոխվեց, սիրունացավ, էլ Զիբիլի մեջից հաշ չեր ուտում, բոլոր այն անապաշխարները ասում էին, «Այ մարդ, հետաքրքիր է, անունը Մաքսիմուս էր»։ Ասում էին, «Այս Մաքսիմուսը այս Զիբիլից հաշ չի ուտում»։ Ասում էին, ծափ էին տալի, ասում էին, «Մաքսիմուս երգի», ասում էր, «Չէ, չեմ երգի»։ Լուրջ տղա էր արդեն բան, ու աղոթում էր, այդպես աղոթում էր։ Միշտ ամեն անգամ ինչքան մենք մտնենք սենյակ, ինքը միշտ աղոթքի մեջ էր։ Անգամ եղել է, որ աղոթքից դուրս եմ եկել, գալիս էր ասում էր, «Փլիզ արբի ատել աղոթք անենք», ու նորից գնում ենք աղոթք անենք անում։ Ուրեմն ոչ հովանավոր ուներ, ոչ լոեր ուներ, ոչ մի բան չուներ, դոկումենտ էլ չուներ, ոչ մի բան չուներ։ Սաղը ընդեղ սաղ ժողովուրդը ծիծաղում էին, ասում էին, «Այ մարդ, դու ոչ մի բան չունես, քեզի ո՞նց են թողելու»։ Կամ էլ միանգամից դեպորտ են անելու։ Եկավ մի օր աֆիցեր եկավ, ասես դու գնում ես Ամերիկա։ Այդ Մաքսիմուսին։ Եկել էր սենց ուրախությունից, եկել էր գոռում էր, ասում էր, «Ես էթում եմ», ասում էր, «Thank you Jesus», սովորացրել է իրան, ասա, «Thank you Jesus, thank you Jesus», ես էթում եմ Ամերիկա։ Ու իրան բաց թողեցին, բոլորս ընդեղ նստած էինք, վաբշե փակ էր, դռները փակ էր, ոչ մեկին բաց չէին թողում, իրան բաց թողեցին։ Հետաքրքիր է, չէ՞, ասենք, երևույթը ուրիշ բան է միշտ ցույց տալիս, բայց հավատքը ուրիշ բան է ասում։ Դրա համար Աստված օգնական լինի, քույր եղբայր ջան, մենք երևույթին չնայենք, հապա հավատքին նայենք։ Եվ մի տեղից էլ պիտի կարդամ սիրներ, Տերը օգնական լինի, ես կարդալու եմ Նեհեմիայի մասին։ Գիրք Նեհեմիա։ Հետաքրքիր ասենք, որոշվել էր, ուրեմն Աստծո տաճարը սարքեին։ Այսօր ես ու դու եկեք որոշում կայացնենք։ Եթե մեր մեջ Աստծո, դու գիտեք, որ մենք Աստծո տաճար ենք։ Գիտեք թե չէ։ Ահա։ Մենք կենթանի քարերն ենք, իսկական երկնքի Աստծո տաճարի իսկական կենթանի քարերն ենք մենք։ Ուրեմն դրա համար ես պետքա հավատքս հույսս դրեմ իմ կենթանի Աստծո վրա։ Հիմա բաներ կա, երբ որ ես ինձ եմ իմ վիճակին եմ նայում, ասում Տեր Աստված, իմ վիճակս ահավոր է, քանդված եմ։ Նեհեմիան գնաց եւ տեսա, որ Աստծո տունը պատերը քանդված են ամբողջությամբ եւ որոշում կայացրեցին, որ պետք է նորոգեին Աստծո տունը։ Սիրներ, հաճախ մենք ես ինքս եմ հաճախ նորոգում եմ, որոշում եմ կայացնում, նորից թարմացնում եմ իմ որոշումս։ Տեր Աստված, ես պետքա նորից նորոգվեմ, Տեր նորոգիր ինձի նորից, Տեր Աստված, քանդված պատեր ունեմ, այս ինչ տեղը ես թույլ եմ, այս ինչ տեղը սենց եմ, այն ինչ տեղը հավատքս չի երիքում, Տեր ինձի նորոգի, միշտ աղոթք արեք, որ եղբայրներ, մեր կյանքը միշտ պատերազմ է, որպեսզի Տերը նորոգի։ Եվ հետաքրքիր է, երբ որ որոշում կայացրեց, որպեսզի Տիրոջ պարիսպները պատրաստի, թշնամին հակառակորդը եկավ եւ ոչ թե հարձակվեց իրաց վրա, հապա ինչ արեց, մտքեր ուղարկեց եւ ինչ էր ասում։ Ուրեմն իր եղբայրներուն ու սա Նեհեմիայի ուրեմն 4 գլխից պիտի կարդամ, հենց շեշտը դες տեղեր պիտի կարդամ, էլի։ Իր եղբայրներուն ու Սամարիայի զորքին արչև խոսեցավ ուսավ. այս տկար հրյաները ինչ կշինեն,
Միթե թույլտվություն կա, միթե զոհ պիտի մատուցանեն ու այսօր լմսնեն։ Տկար հրյաները, այս տկար հավատացյալը, այս տկար աշոտը, հիմա նայում եք, այս տկար աշոտը ինչ պիտի ասի, ինչ պիտի անի, ինչ պիտի ոնց պետք է ապրի այս տկար աշոտը, ախր նայում ենք տկարա, իրավիճակը տկարա, բայց հետաքրքիր է նայեք, ու անգամ միտք է տալի, շարունակում է այս միտքը, միթե այրված քարերը փոշի դեզերեն պիտի կենթանացնեն, միթե այրված քարերը, այսինքն իմ ներսը այնքան ընկած վիճակ եմ ես, հոգևորությունից այնքան ընկած եմ, անգամ ասում եմ, միթե դու կարաս նորից հավատքի մարդ դառնաս, նորից կենթանանաս, այդ այրված քարերը իմ ներսի պատերը, այրված քարը գիտեք որն է, որ ինքը փոշի է դառնում, քարը երբ որ շատ այրվում է, ինքը արդեն էլ քար չի, ինքը փոշի է դառնում, այրված քարերը ասում է, միթե նորից կարան կենթանացնեն, եւ ամոնացի Տուբյան, որ անորքով էր, ըսավ, եթե աղվես մնալ ելե անոր շինածին վրա, անոս քարե պարիսպը պիտի փլցնե։ Անկամ աղվեսի քաշ ինչքան փոքր է, չէ՞։ Եթե անգամ աղվեսը կանգնի այդ պարիսպի վրա, իմ սարքած հոգևոր պարիսպի վրա, այդ պարիսպը պիտի փլվի։ Հիմա քույր եղբայրներ ջան, ես աղոթում եմ, բայց մեկ էլ գալիս է սատանան միտք է տալիս։ Ախր դու որ աղոթում ես, քո մոտ չի ստացում, քո մոտ ոչ մի բան չի ստացում։ Ես նորից պետքա ինչ անեմ։ Աղոթք անեմ։ Ես նորից հավատքով պետքա նայեմ Տիրոջս։ Ես Տեր ունեմ, քույր եղբայրներ ջան։ Իմ կենթանի Աստծուն եմ ես հուսացել, ոչ թե ինձ եմ հուսացել, ոչ թե հույսս դրել եմ ես ինքս ինձ վրա, հապա ես հույսս դրել եմ կենթանի Աստծո վրա։ Որ եղբայրներ, ժամանակները շատ չար են, ասեմ ձեզի, ու ամեն օր մենք հեշտ տեսել եք, որ լուրերը բացես մի հատ բարի լուր ասեն, բարի լուր չկա։ Այստեղ պատերազմ է, Սիրիայում պատերազմ է, Իրանում պատերազմ է, այստեղը պատերազմ է, այնտեղ եկան հարձակվեցին, այնտեղ կոտորեցին, այնտեղ երկրաշարժ եղավ, այնտեղ ջրհեղեղ եղավ, սա լուրերը որ սրանք լուրերն են, բայց երբ որ սրանք քեզի խաղաղություն չեն բերի։ Ու երբ որ անգամ, չգիտեմ, ես հիմա որ ասում եմ, դուք զգացել եք այդ բանը, երբ որ նայում ես այդ լուրերը, քո մեջիդ խաղաղությունը կորում է։ Ներսը տագնապ առաջանում։ Դրա համար շատ հաճախ ես միշտ ասում եմ, հələ եկեք, դու գիտեք մենք էլի լուրեր ունենք լսելու, երկնքի լուրեր։ Երբ որ երկնքի լուրերն ես լսում, մեկի խաղաղություն է գալիս, ուրտնություն է գալիս։ Այդ խաղաղության լուրերը լսենք շատը, դա քեզ կենթանացնի։ Եվ հիմա ասում է, միթե ասում է, եթե աղվես մնալ անոնց շինածին վրա քայլե, պարիսպը պիտի փլցնե։ Բայց 6-րդ խոսքում է ձև ասում, մենք պարիսպը շինեցինք ու բոլոր պարիսպը մինչև կեսը հասավ, վասնզի ժողովուրդը գործելու սիրտ ուներ։ Ինչ ուներ? Գործելու սիրտ ուներ։ Այսինքն իրանք այդ երևույթին չէին նայում, հապա իրանք ասացին, որոշումը կայացրեցին, մենք պետքա շինենք։ Եվ ես ուզում եմ կարդամ մի համար, որը գրված է ինչն է, ինչից եկավ այդ ամեն բաները։ 6-րդ գլխի 9-րդ խոսքը Նեհեմիայի։ Վասնզի անոնք մեզ կվախեցնեին, Սատանան միշտ վախացնում է, որպեսի մեր ձեռքերը թուլանա ու գործը չկատարվի։ Անոնք վախացնում էին, որպեսի մեր ձեռքերը թուլանա ու գործը չկատարվի։ Սիրելիս, Պողոս առաքյալ ասում է, ձեր ձեռքերը վեր բարձրացրեք, չէ՞։ Ու երկնքի Աստծուն աղոթք արեք, ուժովցեք։ Միտեղ էլ ասում է ուժովցեք, զորացեք Քրիստոսով։ Իսկ Սատանան թուլացնում է։ Եկեք ուրեմն կարողանանք զանազանենք։ Եթե մի բանը ինձի տագնապ է բերում, դա Տիրոջից չի։ Եթե մի բանը խաղաղություն է բերում, դա Տիրոջից է ուրեմն։ Տիրոջ խոսքը ինձի իմ ներս խաղաղություն է բերում։ Հիշում եք, երբ որ աշակերտները նավակի մեջ էին եւ ալիքներ էր։ Ասացին վարդապետ, քո հոգը չի, որ հիմա կկորսվենք այս ալիքները։ Եվ ասում է, երբ որ արթնացավ եւ ասեց, ինչ ասեց առաջի բառը։ Ծովին ինչ ասեց։ Հանդարտվիր, խաղաղվիր, ծովին ասեց։ Խաղաղվիր եւ խաղաղություն եղավ։ Սիրելիներ, երբ որ մեր ներսը տագնապ է, Տիրոջ խոսքը առաջի խոսքը ասում է խաղաղություն թող լինի։ Այստեղ էլ եղբայրները երբ որ գալիս են առաջի խոսքը ինչ են ասում, խաղաղություն։
երբ որ աշակերտները բոլորը հավաքվել էին, ինչ էր կատարում, տագնապ կար աշակերտների մեջ։ Այն մեկ ասում էր Թոմաս, ասում էր, «Մինչև չտեսնեմ, չեմ հավատա»։ Այն մեկ ուրիշ բան էր ասում։ Տերը եկավ ասեց, առաջի խոսքը ինչ ասեց, ասեց խաղաղություն ձեզ։ Որովհետև մինչև մարդու ներսը խաղաղություն չլինի, ինքը Աստծո խոսքը չի կարա լսի, չի կարա ընդունի։ Երբ որ այդ տագնապի մեջ ես, դու չես կարող լսես Աստծո խոսքը, բայց խաղաղության մեջ լսում ես Աստծո խոսքը։ Թող Տիրոջ անունը փառավորվի սիրներ։ Ուրեմն եկեք այդ խաղաղությունը ունենանք, եկեք այդ միտքը, Տիրոջ միտքը ունենանք, որ հանդարտ սիրտը, ես կկարդամ նորից այդ ուրեմն Սաղմոսը 112-րդ Սաղմոսը 7-րդ խոսքը։ Անիկա գեշ լուրեն չվախնար, անոր սիրտը հաստատ է ու Տիրոջը կհուսա։ Ամեն։ Եկեք ուրեմն ոչ մի լուր ես չունենամ, ուրի եղբայրն ջան, իմ լուրս Աստվածաշունչը թող լինի։ Ես ձեզ մի հատ բան կարճ ասեմ ու մենք աղոտ կանենք։ Ուրեմն ես միշտ մտածում եմ, օրինակ այս հեռախոսներով որ ինտերնետով որ նայում ես, նայեք, եթե մի բանը դու երկրորդ անգամ չես նայում, մարդը հոգնում է երկրորդ անգամ նայելուց։ Դրա համար այս ինտերնետը այնձև է պատրաստած, որ անդադ նորություններ լինի։ Քո ամբողջ կյանքդ չի հերիքի նորությունները նայելով։ Չէ, անդադ թարմացում է, ամեն վարքյան թարմացում է, ու դու միշտ երկրորդ անգամ նույն բանը չես նայում, որովհետև հոգնում ես, բայց երբ որ անդադ նորություն է, դու նայում ես։ Հիմա նայեք, ինչ հետաքրքիր բան եմ ուզում ասեմ։ Ես մի օր էսի Սուրբ Հոգին ինձ իմ հետ խոսած այս նույն խոսքը։ Աստվածաշունչը երբ որ կարդում ես, ես օրինակ հիմա էլ որ կարդում եմ 36 տարի կարդացել եմ, բայց հիմա էլ որ Աստվածաշունչը կարդում եմ, բացում եմ գիրքը, ասում եմ Տեր, խոսիր ինձ հետ։ Տեր խոսիր ինձ հետ։ Ես չեմ ուզում որպես գիրք կարդամ։ Ես ուզում եմ դու խոսաս ինձ հետ։ Երբ որ Աստվածաշունչը կարդում ես, քեզի նորություն չի բացվում, դու հոգնում ես։ Բայց երբ որ կապ ունես Սուրբ Հոգու հետ, ինքը անդադ ամեն վարքյան Աստվածաշունչը քո հետ խոսում է, նորություն է բացվում, ու դու չես հոգնում Աստվածաշունչից։ Միտք արդում ենք ինչ եմ ասում։ Քեզ պետք է բացվի, անդադ դու կարդա, բայց ոչ թե կարդա որպես գեղարվեստական գիրք, հապա կարդա որպես Աստծո խոսք, որ Աստված քո հետ խոսում է, գրված է Տիրոջը գրքին մեջ փնտրեցեք։ Այդ ձևա թե չէ։ Հիմա ես ուզում եմ ման եմ գալի Տիրոջը։ Տեր, ես քեզ ման եմ գալի։ Տեր ասում է, ես ստեղ եմ։ Որտե՞ց ես ստեղ եմ։ Ու ես բացում եմ գիրքը ու սկսում եմ կարդալը։ Ու երբ որ կարդում եմ, ասում եմ, Տեր Աստված, դու ինձ հետ խոսա։ Ես ուղղակի որպես գիրք չկարդամ, հապա դու խոսա ինձ հետ այս գրքի միջոցով։ Եվ Տերը խոսում է։ Կենթանի է այս գիրքը, սիրներ։ Սա միակ գիրքն է, որ ինքը կենթանի է։ Մեր Պավել եղբայրը լավ էր ասում է, այս գիրքը Աստվածաշունչը, չգիտեմ, այդ կարճ եմ հիշում այդ վկայությունը, ասում է, մի անգամ մի անձնավորություն ասում է, Տեր խոսա ինձ հետ, ասում է, գիրքը բացվեց ու փակվեց անկախ բանից, առանց մարդու ձեռ կպնելու։ Ու ինքը հասկացա, որ այս գիրքը կենթանի է, ու ինքը պետքա խոսում է մարդու հետ։ Թող Տիրոջ անունը փառավորվի սիրներ, եկեք մեր սրտերը բացենք Տիրոջ առաջ, խնդրենք Տիրոջ օրհնությունը, խնդրենք, ուրեմն հավատքով խնդրենք, եթե հնարավոր է մեր ընտանիքների համար աղոթ կանենք։ Հա։ Մեր ընտանիքների համար աղոթ կանենք, կրկին անգամ բերենք Տիրոջ առաջ։ Սիրներ, հիմա հակառակորդը միտք է տալու, բայց դու այդ մտքին մի նայի։ Քո բալեն ապաշխարելու է։ Ամեն։ Քո բալեն ապաշխարելու է, քո բալեն գալու է, Տիրոջը գալու է անպայման, սրտանց հավատքով աղոթ կարա։ Հարկ Հիսուսին, կուզեի գետերով անցնեի, կրակներով անցնեի, թե դժվարություն կլներ։ Արդեն մենք անցնում ենք մեր ընտանեկան նեղությունները, խնդիրները, դժվարությունները, կողակիցները, թոռները, երեխաները, այս օդի շոքությունը, տաքությունը մեզ չի խանգարում։ Հակառակորդի մտքերն են խանգարում, չէ՞։ Եղբայրները խոսեցին այդ մասին, պետքա դեմ դնենք։ Ինչ էլ լինի, մենք Տիրոջն ենք։ Երգեցինք։ Ինչ ուզում ա լինի,
Տերը մեզ հետ է։ Փոթորիկ լինի, կրակ լինի, դժվարություն լինի։ Եթե հիշենք առաքյալների ապրած կյանքը Հիսուս Քրիստոսից հետո, առաքյալները սիրով հալածանք էին կրում, դժվարություն, նեղություն, ծեծ ու ջարդ, բանտեր, մորթվում էին, բայց ուրախ էին։ Այնքան ուրախ էին, որ մի վկայություն Ստեփանոսը արեց։ Հայր, ներիս սանց, չեն հասկանում ինչ են անում։ Ուրախ էր, որտեղ տեսնում էր Տիրոջը հոր աչքոմը կանգնած։ Տերը բացի մեր հոգու աչքերը, որ մենք էլ տեսնենք հոգևոր կյանքը, հոգու բաները տեսնենք։ Եթե մարմնավորին նայենք, պետք է ընկճվենք, բայց եթե հոգուն ենք նայում, Աստծուն ենք նայում, պետք է ուրախանանք։ Տերը օրհնի, պետք է աղոթենք եկեղեցու հոգսերի կարիքների համար, թեպետև եղբայրները այսօր շատ աղոթեցին, ես կուզեմ իրենց աղոթներին միանամ։ Այն կարիքները, որոնց այսօր մեր ընտանիքների մեջ կա, այո, եւ աղոթում ենք, եւ մենք աղոթում ենք նաեւ աղոթողների համար, որոնք 24 ժամվա մեջ կան։ Թեպետև կարծեմ 24 ժամը չի լրանում, որտեղ բացականներ կան, չի լրանում այդ 24 ժամը։ Աստվածտա որ լրացվի, հոգիներ միանան աղոթքին։ Աղոթում ենք նաեւ աղոթողների համար, թե գիշերվա պահերի մեջ, թե ցերեկվա պահերի մեջ։ Սա եկեղեցու հոգսն է, սա եկեղեցու նորոգության համար է, սա եկեղեցու արթնության համար է։ Եկեղեցու արթնություն նշանակում է մեր ընտանիքներից, մեր անձերից, մեր երեխաներից, կողակիցներից, թոռներից, երբ որ արթնանա, եկեղեցին կլեցվի։ Հիմա ասում ենք եկեղեցու համար աղոթք, ինչ նշանակում եկեղեցու համար աղոթք։ Եկեղեցին մենք ենք։ Կենթանի քայլու պես շինված, հոգևոր տաճար։ Եղբայրը ասեց, եթե այդ տաճարը վառվածակարը, փլվածա, ինչպես նորոգվի։ Սատանան անդադ մտքեր կտա։ Նա այս երախով վիճակ ասում, դու հույս ունես որ նա ապաշխարի, այո, կապաշխարի։ Երբեմն ես աղոթում եմ Տեր, մինչև ինձ վերցնելը տենամի երեխա եկեղեցու մեջ Տիրոջ տակ քո տան մեջ։ Բայց մեկ էլ մտածում ասում Տեր քո կամքը լինի, ես չեմ կարա թելադրեմ, բայց ես այդպես ուզում եմ։ Հայր եմ, չէ, վերջապես, մայր ենք, տատիկ, պապիկ ենք, չէ, ուզում ենք։ Եվ Տերը տա որ լինի, ես չգիտեմ, բայց իր կամքը լինի։ Աղոթքից առաջ ես կուզեի մի համար կարդալ Կողոսացիս առաջի գլուխ 24 համարը։ Տեսեք առաքյալը ինչ է ասում։ Հիմա ուրախ եմ ձեզի համար, գրածս չարչարանքներու համար։ Ոնց որ վերցնենք հիմա այսպես Աշոտ եղբայրը չարչարանք քաշում եկեղեցու համար եւ ասում է ուրախ եմ։ Չի նեղվում եղբայրը, չի տրտնջում եղբայրը։ Եվ ավելին է անում, եւ որևէ մեկը քուր եղբայր, եթե եկեղեցու համար գործ անում սիրով, ուրախությամբ ու չի տրտնջում, այնտեղ նորոգություն կլինի, այնտեղ արդյունք կլինի, այնտեղ շինություն կլինի։ Հիմա կարդամ հետագան։ Քրիստոսի կրած նեղությունների պակասությունը իմ մարմնից մեջ կլեցնեմ։ Հետաքրքիր է, ինչի Քրիստոսի կրած չարչարանքները քիչ էր, Քրիստոս դժողքի չարչարանք կրել։ Այնպես ծեծեցին Քրիստոսի մարմինը Հիսուսին, որ կերպարանք չուներ մարդու։ Պատկերացնում եք։ Եվ առաքյալը ասում է, որ Քրիստոսի նեղությունների այդ պակասությունները իմ մարմնից մեջ կգրեմ։ Տեսեք ինչու։ Իմ մարմնից մեջ կլեցնեմ անոր մարմնի համար, Քրիստոսի մարմնի համար, որ է եկեղեցին։ Ում համար արեց առաքյալը։ Եկեղեցու համար։ Այսօր մենք ում համար ենք անում։ Եթե մեր սրտի մեջ, եթե մեր հոգու մեջ, եթե մեր մտքի մեջ չկա եկեղեցու համար աղոթքը, կրած չարչարանքը, նեղությունը, օգնությունները, ինչ որ անում ես եկեղեցու համար, քո քրոջ, քո եղբորի համար, դա իզուր կլինի, դա ուրախություն չի բերի քեզ։ Բայց առաքյալն ասում է, ես հիմա ուրախ եմ ձեզ համար։ Կյանքա դնում առաքյալը։ Ընտանիք հա թողեք, գուցե ընտանիք էլ չուներ, չեմ անում։ Հիսուսն ասեց, ով որ թողի ամեն ինչ եւ գա իմ հետևից։ Հիմա գուցե կին երեխա թողել էր, տառապում էր, չարչարանք էր քաշում, որպեսզի եկեղեցին կազմավորվի։ Դա Քրիստոսինն է,
որի գլուխը Քրիստոս է, այո։ Սիրելիներ, լավ մի հատ էլ Փիլիպպեցիս 4-րդ գլխի 4-րդ խոսքից կարդամ 4-5-ը։ Ուրախ եղեք Տիրոջով, ամենատեն դարձյալ կսեմ, ուրախ եղեք։ Ձեր քաղցությունը ամեն մարդոց թող հայտնի լա, Տերը մոտ է։ Մի նայեք, ինչա կատարվում, ապա նայեք Տիրոջը եւ ուրախացեք։ Տերը կփոխի, Տերը կբերի։ Պատկերացեք դու տրտնջաս ռուսամ եղբայրը տրտնջան նեղություն կրի ամեն անգամ ոչ ուրախությամբ, ապա ասենց տրտմությունով ու հանկարծ Աստված այդ երախոն արթնացնում դարձյա բերում եւ իմ այդ ամբողջ տրտմությունը ուրախությունը իզուրի անցավ։ Բայց երբ որ նեղության դժվարության մեջ ուրախություն կա, դա քեզի եւ փառք է եւ վարձ կա։ Եվ երկնքում վարձահայտություն ես լինել դրա համար։ Փառք Տերոջ։ Խաղաղություն քույրեր եղբայրներս, անսահման փառք Հիսուսի անվանը, մեր Տերը կենդանի է քույրեր եղբայրներս։ Երեք որ իմացա, որ այսօր պետքա խոսամ քույրեր եղբայրներ ջան, մտածում եի այսօրվա իմ խոսքը կհամապատասխանի եղբայրների խոսքին, ու տենց Տիրոջը խնդրում եի, ասում եի Տերս, ինչ խոսամ, ու Տերս խոսած իմ հետ, ասաց ինչի մեջով որ անցնում ես, ինչի մեջ որ փորձառություն ունես, գնա ու պատմի քո քույրերին ու եղբայրերին, կիսվի, սիրտդ բացի ու ես քեզ կօգնեմ ու կզորացնեմ։ Քույրեր եղբայրներս, մեր Տերը կենդանի այնքան բան ունեմ ես ձեզ պատմելու Տիրոջ գործերից։ Քույրեր եղբայրներ ջան, երբ որ ապաշխարեցի անցած տարի փետրվարին եմ ապաշխարել, Տիրոջն էի վայելում, Տիրոջ ներկայության մեջ էի քույրեր եղբայրներս, առաջի սերներ ու Տիրոջ ներկայության մեջ Տիրոջը վայելելով մոռացել էի ամեն իմ հոգսերը, ուղղակի կենտրոնացել էի Տիրոջ վրա։ Կարդում էի, աղոթում էի ամեն օր քույրեր եղբայրներս, մինչև երբ որ սկսեցին այդ մտքերը։ Սկսեցին մտքեր գալ քույրեր եղբայրներս, պիղծ մտքեր, շատ վատ մտքեր էին գալիս, ու ինձ հակառակորդը համոզում էր այդ մտքերը, որ իմ մտքերն է քույրեր եղբայրներս։ Ես էլ հավատում էի ու շատ էի տանջվում։ Ամեն օրս տառապանք էր քույրեր եղբայրներ, ոչ մեկի չէի ասում։ Տունը չէի ասում ոչ մեկի, եղբայրներիս հետ չէի կիսվում։ Մենակ այդ վերցրել էի պատերազմի վրա, ասում եմ ես կարամ անցնեմ ես իմ ուժերով քույրեր եղբայրներս։ Բայց ամեն օր իմ ուժ ու կարողությունը թուլանում էր, ամեն օր ես նորից տկարանում էի, ամեն օր հուսախաբ էի ելնում քույրեր եղբայրներ ու ասում էի մինչև երբ Տեր ջան, մինչև երբ այսքան ես պիտի տառապեմ։ Ու այդ ժամանակ էր, երբ որ այդ տառապանքի մեջ էի քույրեր եղբայրներս, Տերը ցույց տվեց ինձ երազով, որ մի հսկա գողիաթ ընկել է իմ հետևից քույրեր եղբայրներ ու ես փախնում եմ։ Ընդհակառակը ոչ թե հարձակվում եմ, այլ ես փախնում եմ, ուժ չունեմ ոնց որ գործադրելու, փախնում եմ։ Ու այդ ժամանակ ավելի էր վատանում իմ վիճակը գնալով ու ես չէի գտնում երգը քույրեր եղբայրներ։ Անկամ այնպիսի վիճակ էր, որ չէի կարողանում գիրքը բացեի ու կարդայի քույրեր եղբայրներս։ Ու շատ եմ լացել, շատ եմ աղոթել ու եկավ մի օր, որ մտքերը փոխվեցին կասկածանքների քույրեր եղբայրներ, անընդհատ կասկածանքներ էր իմ մեջ։ Գիրքը բացում էի, հենց որ Տիրոջ անունը պետքա կարդայի, կասկածանքները ինձ տանջում էին։ Ու ինձ թվում էր ես հավատ չունեմ, այդ տիպի արդեն հակառակորդը ինձ համոզել էր, որ ես կասկածող եմ, ես հավատ չունեմ, իմ մոտ ոչ մի բան չի ստացվի, քույրեր եղբայրներս, շատ էի հուսախաբվել, որ արդեն ուժ չունեի, կարողություն չունեի, արդեն առողջությունս լավ չէի զգում, նևրոզային վիճակ էր սկսվել մոտս քույրեր եղբայրներս։ Անընդհատ գլխացավեր, ամեն օր ու դա մի ամիս չի եղել քույրեր եղբայրներս, 2 ամիս, այլ համարյա մի տարի քույրեր եղբայրներս, մի տարի ամեն օր ես խաղաղությունը մոռացել էի, խաղաղությունը ինչ բան է։ Ամբողջովին այդ պատերազմը ես վերցրել էի ինձ վրա քույրեր եղբայրներս, ու ես իմ մտքի հետ պատերազմում էի, գալիս էին սուտ մտքեր, որ դու պարտված ես, դու պարտվել ես հակառակորդին, դու չես կարող հաղթես, դու հավատ չունես, ես որ լսում էի եղբայրների քարոզները, դե եղբայրները որ խոսում էին, մեր լուսահոգի վրեժ եղբայրը ասում էր մինչև Տիրոջ խոսքին չհանձնվես, քո հաղթությունը չի լինի։ Ես բացում էի, ասում էի Տեր, օգնի հանձնվեմ քո խոսքին։ Ու այդ բան որ կասկածանք էր իմ մեջ գալիս, մեր չես կարա դու հանձնվես, տենում ես չի ստացվում, դու պարտված ես, դու պետք է առաջինը հավատք ունենաս, նոր կարանաս հանձնվես քույրեր եղբայրներս։ Այդ կարգին ինձ մտքեր էր գալիս եւ ես քուն ու դաթարս կորցրել էի։ Ես ասում էի Տեր, խնդրում եմ, ուզում եմ քո տան մեջ ծառայեմ, աղաչում եմ, Հիսուս ջան, ինձ հանի ես վիճակից։ Ինձ առաջվա վիճակին բեր, ուզում եմ ծառայեմ, ամբողջ սրտով ուզում եմ քեզ նվիրվեմ, Տերս, բայց ասում էր դու ո՞նց ես այս վիճակից կանգնելու, դու անգամ հավատ չունես։ Դու չես կարող կարդաս անգամ, չես կարող անգամ աղոթես, դու ո՞նց ես մտածում Տիրոջը ծառայելու մասին։ Ու ես շատ էի հուսախաբ եղել քույրեր եղբայրներս։
Եվ ես ամեն անգամ, երբ որ աղոթք էի անում, ես հիշում էի փոքր ժամանակ, երբ որ մանուկ էի, քուրեր եղբայրներս մի օր փոքր ժամանակ քթային արոնասություններ էի ունենում, երբ որ արուն էր գալիս, տես տատիկիս հետ աղոթում էինք եւ ես ձեռքերս բարձրացնում էի տիրոջն էի կանչում, ասում էի Տեր, խնդրում եմ արունս կտրի, ու մի անգամ հիշում եմ, էլի անկարող վիճակ էր մոտս, ձեռքերս բարձրացրել էի, ասում էի Տեր, խնդրում եմ օգնի ինձ, եւ մեր տատիկիս քուրերից հոգեվոր մեկը այդ պայն ուրիշ տանն է լինում, ինքը տեսիլք է տենում, տեսիլքով Տերը ցույց է տալիս, որ Տերը այդ պայն իմ կողքը կանգնած է եւ ձեռքը դրել է գլխիս, ու այդ պայն զանգում է տատիկիս, ես այդ պայն արունահոսության մեջ եմ դեռ, եւ տատիկիս ասում է լյովը ոնց է, տատիկս պատասխանում է, ասում է դու ինչ գիտես, որ լյովը լավ չի, մենակ մենք գիտենք, ու ասում է Տերը տեսիլքով ցույց տվեց, որ լյովի կողքին կանգնած է, ձեռքը դրած է վրան, եւ իմ մոտ տպարվորվել էր դա, երբ որ ես Տիրոջ անունը կանչեմ, Տերը իմ կողքը կլինի։ Ամեն անգամ քույրեր եղբայրներս Տերը ինձ պահել է, ամեն անգամ Տիրոջ սերը փառք իրան, ասաման փառք իրան քույրեր եղբայրներս։ Անկամ ես հավատ չեմ ունեցել քույրեր եղբայրներ, հուսահատվել եմ, ասել եմ ինձանից մարդ չի դառնա, ես չեմ կարա, բայց Տերը ինձ եկել է, իր ներկայության մեջ է վերցրել, ամեն անգամ ինձ զորացրել է քույրեր եղբայրներս, Տիրոջ սերը անսահման է։ Այսօր անգամ երբ որ ես խոսքեր էի պատրաստում, նույն Աշոտ եղբոր խոսքերը, երբ որ Աշոտ եղբայրը կարդում էր, այդ նույն խոսքերը Տերը խոսեց, հետո ասաց գրի գնաց կկարդաս, ես կօգնեմ քեզի, կզորացնեմ եւ կպատմես քույրերին եւ եղբայրներին։ Քույրեր եղբայրներս, Տիրոջ սերը անսահման է։ Ես պատերազմը վերցրել էի վրա, մտածում էի թե ես կարողանամ հաղթեմ, բայց ես ոնց կկարողանամ, որ Տերն է իմ փոխարեն հաղթել, Տերն է խաշվել իմ համար, քույրեր եղբայրներս, Տիրոջ արյունն է իմ հաղթությունը, ես այդ հավատքը չունեի, քույրեր եղբայրներս, մտածում էի մինչև այս մտքերին ես չհաղթեմ, իմ գաղափարներով մինչև դեմ չդնեմ, չեմ կարող խաղաղվեմ, բայց ես արդեն խաղաղություն ունեմ, ես արդեն հաղթել եմ, չէ որ Տերը իմ համար է խաշվել, ես հավատացել եմ Հիսուսի սուրբ անվանը, փառավորվի իր սուրբ անունը, եւ գիրքը ասում է, ով որ հավատա նրա անվանը, իշխանություն կտրվի նրան, Աստծո որդի կոչվելու։ Քույրեր եղբայրներ, անսահման փառք մեր Տիրոջը, մոտավորապես 2-3 ամիս առաջ էր, այդպես էլի տառապանքով քնել էի եւ Տերը երազ ցույց տվեց կրկին անգամ, եւ ես տեսա ինձ, իմ հին մարդը, իմ նույն կերպարանքով ինչպես որ հիմա կամ, եւ տեսա նորածին երեխա, մոտավորապես 4-ից 5 ամսեկան իմ ձեռքերից մեջ էի վերցրել քույրեր եղբայրներս այդ երեխային, եւ ես հին մարդս այդ երազից մեջ խոսում է, ասում է գցեմ այս նոր երեխային ջրի մեջ, տեսնեմ կդիմանա այս ալիքներին։ Եվ դնում եմ այդ երազից մեջ, դնում եմ երեխուն ջրի ալիքների մեջ, ալիքները գալիս են օվկիանոսի ալիքներ, շատ հզոր։ Գալիս են այդ երեխայի դեմքին են տալիս, այդ երեխան անընդհատ սկում է, հելնում է։ Ես որ ճիշտ ասեմ, այդ բանը չհասկացա երազի նշանակությունը, բայց երբ որ քնից արթնացա, հասկացա, որ Տերն է իմ հետ խոսում, ասացի Տերս, ինչ ես ուզում ինձ հասկացնել սրանով, ինչ պետք է ես անեմ։ Ու Տերը ասեց, քո հին մարդու կասկածներով, քո հին մարդու սուտ ապականություններով քո նոր մարդն է տառապում, քո նոր մարդն է ընկնում ալիքների տակ, պետքա մերժես, պետքա դու մերժես հավատքով, չպետքա դու կռվես, դու չես կարա կռվես, դու արդեն հաղթած ես ինձանով, դու ուղղակի պետքա մերժես, որովհետև դրանք ստություններ են, դրանք քո հին մարդու անապականացու մտքերն են, որոնք քո վրա իշխանություն չունեն այլևս, որովհետև ես քեզ փրկել եմ, դու իմ արյան պաշտպանության տակ ես, ես միշտ քո հետ եմ ու դա ինձ եղավ բժշկություն, քույրեր եղբայրներից, ես սկսեցի օգտագործել, սկսեցի մերժել եւ ես հասկացա, որ իմ նոր մարդս նորից կենթանանում է, իմ նոր մարդս նորից ուժովնում է, որովհետև ես խաղաղությունը մոռացել եմ ինչ բան է, քույրեր եղբայրներից, ես ամեն օր երբ որ քնից արթնանում եմ, ասում եմ ինչ անեմ, ինչով ինձ ցրեմ ոնց որ այսպես ասած կոպիտ ասած որ խաղաղություն գտնեմ, գնում էի դասի չէի կարողանում դասերի վրա կենտրոնանալ, ասում եմ ինչ անեմ, որն է իմ երգը, Տերս, եւ Տերը միշտ իմ կողքին է եղել, քույրեր եղբայրներ, ամեն վարքյան ես Սուրբ Հոգու ներկայությունը զգացել եմ։ Մի օր, երբ որ այդ վիճակների մեջ էի, ամեն օր հիասթափություններ եմ ունեցել, ամեն օր, եւ ես մտածում էի, որ Տերը ինձ թողել է, ասում էի, Տեր, դու ո՞նց ես իմ կողքին, այսքանից հետո դու ո՞նց կարաս իմ կողքին լինես, Տեր ջան, այսքան իմ սխալներից հետո ես չեմ կարողանում այս մտքերին չհավատամ, Տեր ջան, ես չեմ կարողանում քո խոսքին հավատամ, դու ո՞նց ես իմ հետ։ Ու Տերը խոսած իմ հետ քույրեր եղբայրներս, Տերը ասեց, իմ ընտրությունը քո անելու մեջ չի, իմ ընտրությունը, որ ես քեզ ընտրել եմ, իմ ընտրության որոշման մեջ ես հաստատ եմ, քո անելուց չի, քո գործերից չի իմ ընտրությունը, ինչքան լավ դու անես, ինչքան վատ անես, ես քո կողքին եմ, քո տկար ժամանակին եմ ես քո կողքին, քո հզոր ժամանակին եմ ես քո կողքին, ես միշտ քո կողքին եմ ու ես քեզ քայլել եմ սովորացնում, ասես Տերս, դու պետքա քայլես ու իմ տանը ծառայես, ասես Տերս, հայտնապես խոսած եւ ես իմացա, որ ես պետքա Տիրոջ ծառան դառնամ։ Ու ես սրտանց ուզում եմ Տիրոջը նվիրվեմ, իմ կյանքս Հիսուսին է պատկանում, ես առանց Հիսուսի իմ կյանքը չեմ պատկերացնում։
Ես շատ դժվարությունների մեջ որ Տերս ինձ պահել է, իր անսահման զորությունը ցույց է տվել քուրեր եղբայրներս։ Մեր Տերը ամենակարող Աստված է։ Մեզ շատ անգամներ թվում է, որ Տերը մեր վիճակից տեղյակ չի, մեր Տերը չգիտի մեր մասին, բայց մեր Տերը ամեն բան գիտի քուրեր եղբայրներ, ամեն ինչից, ամեն վարքյան մեր Տերը մեր կողքն է, ամեն պահ, ամեն ցավին, ամեն տառապանքին մեր Տերը մեր ձեռքից բռնել է, ամեն քայլափոխի մեր Տերը մեր հետ է, փառավորվի իր սուրբ անունը։ Երբ որ ես մանուկ էի 6 տարեկան էի քուրեր եղբայրներս քնեցի եւ տեսա Տիրոջը լույսի մեջ իր փառքը ես տեսա քուրեր եղբայրներս եւ Տերը խոսեց ինձ հետ ասեց մի վախեցի Լևոն իմ անունը տվեց Տեր ասեց մի վախեցի Լևոն ասեց դու միշտ իմ աջ ձեռքի մեջ ես ես քեզ միշտ բռնել եմ ես միշտ քո հետ եմ մի վախեցի եւ ինձ այդ խոստումն է Տիրոջ պահել քուրեր եղբայրներս երբ որ ես հիշում եի Տիրոջ խոստումը այդ նեղ տառապանքի մեջ հիշում եի որ Տերը խոսք է տվել որ իմ հետ է որ ես չի վերջանալու հակառակորդ ասում երեսի քո վերջն է դու ստենց ոնց ես կարգավորվելու դու արդեն հիվանդ ես նևրոզներ կան քո մոտ արդեն դու չես կարողանում կարդալ չէի կարողանում կենտրոնանալ անգամ քուրեր եղբայրներս երբ որ ուզում էի գալիս էի պաշտամունքի ասում էի մի քիչ գոնե խոսք լսեմ կենտրոնանամ կարողանամ ուղեղս աշխատացնեմ Տիրոջ խոսքը ընդունեմ չէի կարողանում կենտրոնանալ քուրեր եղբայրներս եւ մի օր կծնկեցի աղոթեցի եւ Տերը ինձ բժշկեց Հիսուսի անունը փառավորվի ամեն նևրոզային վիճակները ամեն բան Տերը մաքրեց Հիսուսի անունը փառավորվի այսօր խոսքեր եմ պատրաստել քուրեր եղբայրներս կարդամ Տիրոջ օգնությամբ իր անվան փառքի համար սկզբից կարդալու եմ 2 Կորինթացիների 10-րդ գլխի 4-ից 5-րդ խոսքը Վասնզի մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն հապա Աստծուց մեզ զորություն առած ամլոցնել քակելու մենք խորհուրդներ կքանդենք եւ Աստծո գիտությանը դեմ բոլոր հպարտացած բարձր բաները ու բոլոր մտքերը որ Քրիստոսին կհնազանդեցնենք եւ գերի կանենք Փառք Հիսուսին քուրեր եղբայրներս իրոքից մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն մենք մարմնավոր զենքերով չենք կարա մենք մենակ կարանք Տիրոջ շնորհքով Տիրոջ արյանը հավատալով որ Տերը մեզ ազատ արել դա է մեր հաղթությունը քուրեր եղբայրներ ես ասում եմ երբ որ ես հավատքով իմ վկայության խոսքով ասացի Հիսուսի արյունն է իմ հաղթությունը իմ վիճակը լավացավ քուրեր եղբայրներ երբ որ ես ընդունեցի որ Տերն է իմ փոխարեն հաղթե որտեվ ես անկարող էի հաղթելու որ Տերն է իմ համար խաշվել որ Տերը իմ համար մեռել է որ ես ապրեմ Տերը իմ համար չարչարվել է որ ես ուրախ լինեմ մեր իմ խաղաղության պատիժը Տիրոջ վրա է քուրեր եղբայրներս մենք պետք է դա հավատքով ընդունենք այս պատերազմների մեջ հաջորդ խոսքը պետք է կարդամ Եսայի 42-րդ գլուխ 16-րդ խոսքը Կույրերը իրենց չգիտած ճամփում մեջ պիտի պտտցնեմ Զանոնք իրենց չգիտած շավիղներում մեջ պիտի քայլեցնեմ Անունը փառավորվի Հիսուսի սա Տիրոջ կողմից մեզի խոստում է երբ որ մեր կյանքում լինում է որ մենք կույրանում ենք չենք տեսնում ապագան չենք տեսնում լույս չկա մեր կյանքում բայց Տերը մեր համար խոստում ունի Մեզանից մնում է որ մենք սրտանց ուզենք ասենք Տեր մեր միտքին չի հասնում մեր վիճակից բայց մենք ուզում ենք ազատություն Տեր մենք ուզում ենք քեզ ծառայենք մենք ուզում ենք քո մեջ ապրենք Տեր Հիսուս ջան ու Տերը մեր համար խոստում ունի իր անունը փառավորվի Հաջորդը կարդալու եմ Եսայի 40-րդ գլխի 28-ից 31-րդ խոսքերը Միթե չգիտցար կամ չլսեցիր թե ավիտենական Աստվածը Եհովան երկրի ծայրերուն ստեղծիչը չի հոգնիր ու չի թուլնար անոր իմաստությունը չի քննվիր Անիկա է հոգնածին ուշ տվողը ու կարողություն չունեցողին շատ զորություն հասցնողը երիտասարդները անգամ պիտի հոգնեն ու թուլնան եւ ընտիր կտրիչները բոլորովին պիտի իննան բայց Տիրոջը ապավինողները ուժը պիտի նորոգվի եւ անոնք արտիվներու պես թևերով պիտի վեր ելնեն պիտի վազեն ու չթուլնան պիտի քայլեն ու չհոգնին ալելույա ես կենթանի Տիրոջ զորությունը զգացել եմ քույրեր եղբայրներս ես աշխատում եմ պետքա գնում աշխատանքի ովքեր գիտեն օրեր կա որ գիշերներն եմ աշխատում եւ ամբողջ գիշերը ուղեղը հանգիստ չի լինում անգամ որ չէի քնում այդ գումարված այդ մտքերը այդ ծանրաբեռնվածությունը ուժը կարողություն չունեի եւ աշխատանքից գնալուց առաջ աղոթում էի ասում էի Տերես ինչպես ես պետքա սենց աշխատեմ եւ Տերը խոսում էր ասում էր Անիկա է հոգնած ես եմ քեզ ուժ տվողը դու գնա Եվ ես գնում էի քույրեր եղբայրներս, ամբողջ իմ աշխատանքային ընթացքի ժամանակ Տերը ինձ ուժ ա տվել, կարողություն ա տվել, այնքան կարողություն ունեի, որ վազում էի, չէի հոգնում աշխատանքի ժամանակ։ Զարմանում էի, ասում էի, ես այս հոգնած վիճակում ո՞նց եմ ես այսպես աշխատում, ու Տիրոջ խոսքը միշտ իմ հետ ա եղել, իր անունը փառավորվի։ Հաջորդը կարդալու եմ Եսայի 5-րդ գլխի 13-րդ խոսքը։ Անոր համար իմ ժողովուրդս Տերը չճանաչելով գերի կիննա։ Այս խոսքը քույրեր եղբայրներս շատ մեծ նշանակություն ունի մեր հոգևոր կյանքում, երբ որ մենք Տիրոջը ճանաչենք քույրեր եղբայրներս, մենք կյանքում գերի չենք ընկնի։
Երբ որ մենք Տիրոջը ճանաչենք, այդ ստությունները չենք ընդունի, քույրեր եղբայրներս։ Եվ ես ամեն օր աղոթում եմ, ասում Տերես, խնդրում եմ քեզ, աղաչում եմ քեզ ամբողջ սրտով, դուր որ ես քեզ ճանաչեմ, Տեր Աստվածս, դուր որ քո սերը, անսահման քո սերը ճանաչեմ, Տեր Աստվածս։ Սա այս խոսքը շատ մեծ նշանակություն ունի մեր հոգևոր կյանքում, եւ վերջում ուզում եմ կարդամ քույրեր եղբայրներս Եփեսացիս 4:21-24 խոսքը եւ գանք աղոթքի։ Եվ թեև անոր վրայով լսեցիք եւ անկես սորվեցաք, թե ճշմարտությունը Հիսուսի մեջ է, որպեսի ձեր վրային հանեք այն ձեր առաջվա վարմունք ունեցող հին մարդը, որ խաբեբաց ցանկություններով ապականված էր, եւ ձեր մտքով ու հոգիով նորոգվիք, եւ նոր մարդը ձեր վրա հագնեք, որ Աստծո պատկերի պես արդարությունով ու ճշմարիտ սրբությունով ստեղծված է։ Ալելույա։ Եվ Տերը խոսած ետս ասես դու պետքա լրիվ այդ քո հին մարդու մտքերին, պետքա լրիվ հանես, ոչ թե պետքա դու պահես դրանք քո գլխում ու դրանց հետ կռիվ հանես, այլ մերժես, որովհետև դու արդեն նոր մարդ ես ինձանով, դու Աստծո զավակ ես, դու Աստծո որդի ես, ես քեզ իշխանություն եմ տվել, դու ինձանից ես ծնված, Սուրբ Հոգին քո մեջ է բնակվում, իմ հոգին ես քո մեջ եմ ուղարկել, եւ գրքում գրված է, որ Տիրոջը հարուցանող հոգի մեր մեջ է բնակվում, իր անունը փառավորվի, մենք ամեն բան կարանք անենք մեր զորացնող Քրիստոսով, իր Սուրբ Հոգիով։ Եվ վերջում կկարդամ առաջի Պետրոս առաջի գլուխ 22-23 ձեր անձերը մաքրեցեք հոգիի միջոցով, ճշմարտությանը հնազանդվելով, եղբայրասիրությանը մեջ անկեղծ ըլլալով, Սուրբ սրտով մեկզմեկ պինդ սիրեցեք, նորեն ծնած ըլլալով, ոչ թե ապականացու սերմեն, ապա անապականացու են, Աստծո կենթանի ու հավիտենական խոսքով։ Ալելույա, մենք Տիրոջ անապականացու սերմից ենք ծնված։ Իր անունը փառավորվի, գանք աղոթքի քույրեր եղբայրներս։ Ասենք Փառք Հիսուսին, եղբայրը շատ կարևոր տեղերից կարդաց, որոնք որ մեկ առ մեկ բացատրելու եւ կանգնելու բան ունի իր մեջ, ոնց որ ասած կարիք ունի ամեն մեկի մի խոսքի վրա կանգնելու, որտեղ ամեն մի խոսքը զորություն է տալի, ամեն մի խոսքը սովորացնում է եւ կրթում է մեզի սիրելիներ, Փառք Տիրոջը։ Ես հույս ունեմ, որ այս մեծ վկայությունը, որով այսօր մեր եղբայրը արեց, եթե կան հոգիներ, այսպիսի տառապանքի ու ասենք վիճակների մեջ են հոգևոր, սա մեծ վկայություն է, որպես ուղղություն, եւ եթե նկատեցիք եղբայրը ասեց, ես վերցրել էի այդ ամեն ինչը ինձ վրա եւ ես չէի կիսվում եղբայրների հետ։ Էդի համ լավ է, համ էլ վատ է։ Լավ է, որ օգնությունը Տիրոջից է գալի, մինչև վերջ կանգնում է եղբայրը կամ մեկն ու մեկը, կամ վատ է, որ երկարում այդ process-ը ու չես կիսվում, որ գոնե օգնեն քեզի այդ հարցում։ Այո, որովհետև այդպես էլ կա, մենք պատրաստ ենք սելիներ ցույց տալու ճանապարհը, օգնությունը, որը որ մենք կարող ենք ուրեմն ցույց տալ Աստծո խոսքից։ Այո, մտքերի պատերազմը շատ քրիստոնյաների մոտ արկա է։ Մտքերի վախը, այս process-ները, որ կատարվում է, դրանց եղբայրը ասեց, որ ընդամենը պետք է չհավատալ։ Ուղղակի պետք է չհավատալ։ Մի այդ եղբայր մի հատ լավ խոսք ասեց մի անգամ, ասեց, ես այդքան հավատք չունեմ, որ հավատամ քո ասածներին։ Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին, իր խոսքին, Փառք Տիրոջը։ Եվ տեսեք, այստեղ մի հատ կարևոր խոսք է, ես ուզում եմ նույնպես էդի շեշտեմ, որից հետո մենք երկու հատ կերքենք Տիրոջով, կփառաբանենք ու կանցնենք աղոթքի, վերջի աղոթքին։ Առաջի Պետրոսի առաջի գլխի 22 խոսքում Տիրոջ խոսքը հետևյալն է ասում, առաջի Պետրոս առաջի գլուխ 22 խոսք, ձեր անձերը մաքրելով հոգիի միջոցով ճշմարտությանը հնազանդվելով, ուշադրություն դարձեք այս խոսքին, ձեր անձերը մաքրելով հոգիի միջոցով ճշմարտությանը հնազանդվելով, տեսեք երկու process կա, հոգիի միջոցով եւ ճշմարտության հնազանդվելով։ Եթե մեկը ուզում է իր կյանքում հաղթություն ունենա, առաջին հերթին ճշմարտությանը պիտի հնազանդվի։ Եթե Աստծո խոսքի ճշմարտությանը չես հնազանդվում, մնացած բոլոր պայքարը իզուր է։ Մանավանդ որ շեշտում է հոգիի միջոցով, ոչ թե մարդու միջոցով, ոչ թե ընկերոջ միջոցով, ոչ թե քո միջոցով, այլ հոգիի միջոցով։ Սրանք պետք է անպայման սովորել այս խոսքերը։
Մենք որ կարդում ենք ավետարանը, հենց այնպես չեն կարդում, սիրելիներ։ Սա պետք է մեր սրտերի մեջ բնակվի այս խոսքը, եւ ձեզ էլ ասում եմ Հիսուսի անունով, հոգիի միջոցով եւ ճշմարտության հնազանդվելով, այս երկուսը իրար հետ եթե գործում է իմ կյանքում, նա ոչ մի սատանայի ուժ ու զորություն չի կարող ինձ խափանել իմ հոգեվոր ընթացքը։ Չի կարող, սիրելիներ։ Մեր հոգեվոր կյանքի ամբողջ պայքարը ոչ թե մեր հոգու դեմ է, սիրելիներ, այլ մեր մարմնի դեմ է։ Ամեն ինչ որ կատարվում է մեր կյանքի մեջ, դա մարմնի process է։ Քրիստոս փրկել է մեր հոգին, բայց մեր մարմինը շարունակում է մեզի նեղացնել։ Մեր կյանքի ճանապարհին ինքը մեզ այդ միշտ գնում է, եւ այդ ցանկությունները իրանից է, եւ այդ բոլոր հիվանդությունները իրանից է, այդ բոլոր տկարությունները իրանից է, սիրելիներ։ Եվ ինչի են մեր ժողովուրդը շատերը տկար ու չեն կարողանում Աստծո խոսքի մեջ քայլել, ինչու՞, որովհետեւ հիմնական խնդրեմը նա է, որ Աստծո խոսքի հետ կապ չունեն, սիրելիներ։ Հնազանդվելու կապ չունեն, Աստծո խոսքի հետ բարեկամ չեն։ Մենք բոլորս մենակ ուզում ենք, որ Աստված մեզ համար անի, բայց թե ես ինչ պետք է անեմ Աստծո համար, ես ինքս այդ հարցը չեմ տալի։ Ես ինչ պետք է անեմ իր համար։ Աստված մեզանից ոսկե արծաթ չի ուզում, սիրելիներ։ Աստված մեզանից որևէ բան չի ուզում, որ մենք անենք։ Աստված մեզ ընդհանրապես ասում է՝ հնազանդիր ճշմարտությանը։ Ու դու պիտի ազատվես։ Ու դու ազատ ես, փառք Հիսուսին։ Եվ գիտեք մեր սրտերում պիտի գրենք այս խոսքերը։ Ես կուզենամ այսօր հիմա մեր սրտերի մեջ գրենք այս խոսքերը, եղբայրներ, քուրեր։ Նորից եմ կրկնում, խոսքը կարդացեք ուշադիր, ձեր անձերը մաքրելով, այստեղ հարց է ծագում։ Մենք ասում ենք, որ Հիսուս մեզ մաքրել է, Հիսուս մեզ ներել է, Հիսուս մեզ ազատել է, մենք շատ ենք այդ բառերը օգտագործում։ Բայց այստեղ Պետրոսը ում է գրում։ Գրում է հավատացյալներին, գրում է նրանց, ովքեր որ ազատ են, գրում է նրանց համար, ովքեր որ մաքուր են, բայց ինչի է ասում նորից ասում է, որ ձեր անձերը մաքրելով։ Այստեղ խոսքը պետք է ուշադիր կարդանք, ոչ թե մեր հոգիները մաքրելով, այլ մեր անձերը, դա նշանակում է մեր մարմնին, նշանակում է մեր անձին, այսինքն հոգու հետ կապ չունի, դա մեր մարմինների մասին է խոսքը։ Մաքրելով հոգի միջոցով ճշմարտությանը հնազանդվելով, որովհետև հոգին Քրիստոսի արյունով մաքրված է, հոգին Քրիստոսի արյունով ներված է, փրկված է, կենդանի է մեր հոգին։ Երբ որ մենք ապաշխարեցինք Հիսուսին դարձանք, մենք կենդանացանք, սիրելիներ, կենդանի հոգի եղանք, մինչև այդ մեռած էինք, Աստծուց կտրված, բայց հետո կենդանացանք Քրիստոսին հավատալով եւ փրկություն ստացա մեր հոգին, սիրելիներ, բայց ելի եմ կրկնում, մեր կյանքի ճանապարհի մեր մարմինը մեզի հետ քայլելու է մինչև գերեզման։ Եվ մեր պայքարը այսօր մարմնի խնդիրների, մարմնի խնդիրների դեմ է, եւ նրանք ովքեր որ հնազանդվում են ճշմարտությանը, մաքրում են հոգի միջոցով, այս բոլոր բաներից մաքրվում են, սերիներ, փառք Հիսուսին։ Եվ դրա համար հորդորում եմ ձեզ, արթուն եղեք եւ այս խոսքերը ձեր սրտի մեջ գրեք։ Գնացեք ու կարդացեք ու սովորեք ու խնդրեք, որ Տերը բացի, որ մենք հոգին հնազանդվենք, ոչ թե մեր մարդկային մտքերին ու խնդիրներին։ Հիսուսը մեզ շատ օրհնի, սիրելիներ, փառք Տիրոջը։ Եվ նաեւ ինչպես նկատեցիք, մենք աղոթք ենք սկսել ու պիտի շարունակենք մեր ընտանիքների համար աղոթքի այս կարիք շատ կա, մենք բոլորս ընտանիքներում ունենք զավակներ, ամուսիններ, կանանք, որոնք չեն ապաշխարում կամ ապաշխարել են, տկար են, կամ ասենք խնդիրներ կա ծնողական հարաբերությունների մեջ, խնդիրներ կա երեխեքի հարաբերությունների մեջ, խնդիրներ, որոնք այսօր արգելում են հավատացյալներին նորմալ աղոթեն եւ եկեղեցի գան։ Սիրելիներ, մի բացակայեք եկեղեցուց, որովհետև եկեղեցու մեջ Աստծո խոսքա լսվում եւ լսելուց է որ մեր հավատքը առաջանում է, լսելուց է որ մենք շտկվում ենք, լսելուց է որ մենք ուղղվում ենք, բժշկվում ենք, լսելուց է, սիրելիներ, Տիրոջ խոսքը եկեղեցում բժշկում է, Տիրոջ խոսքը եկեղեցում զորացնում է, որովհետև այդպես գրված է կոնկրետ, այով ասում է եւ ձեր ուսուցիչները, ես ուզում եմ այդ խոսքը ուղղակի կարդալ, հետո գանք ոտքի կայնենք։ Եսայի մարգարեության մեջ հետևյալ տողերն է գրված, սիրելիներ, այդ խոսքերը պետք է կարդամ։ Եսայի ուրեմն 30-րդ գլուխ 20 խոսքից եմ կարդում։ Եսայի 30:20-ից թեև Տերը ձեզի նեղության հաց ու տառապանքի ջուր տա, լսեք ուշադիր, սիրելիներ։ Թեև Տերը ձեզի նեղության հաց ու տառապանքի ջուր տա, քո ուսուցիչներդ մեյ մնալ պիտի չհեռանան, հապա քո աչքերդ քո ուսուցիչները պիտի տեսնեն, ու երբ աջ կողմը կամ ձախ կողմը խոտորելու ըլաս, քո ականջներդ ետևեդ խոսքը պիտի լսեն, որ կսե, ասիկա է ճամփան, ասոր մեջ քայլեցեք։
Լսում եք, սիրելիներ։ Ուսուցիչները պիտի ասեն, խոսեն, ասիկա է ճամփան, անոր մեջ քայլեցեք։ Եկեղեցին եթե մարդը չի գալի, չի լսում, իր համար սովորականա դառնում է աշխարհը, սիրելիներ, որովհետև ասողը ձայնը չի լսում ինքը ասողի։ Ձայնը անապատի մեջ կանչողի ձայնը չի լսվում, բայց երբ որ խոսքը գնում է, նա ուղղություն է տալի, սովորացնում է, առաջնորդում է եւ դու կենթանանում ես, ուղղվում ես, հասկանում ես, որ պետք է քեզի քայլել Տիրոջ ճամփան։ Բայց եթե սա չկա, սիրելիներ, բնական աշխարհը դառնում է մեզ համար սովորական բան, եւ մենք սկսում ենք ենթարկվել իր կանոններին, ենթարկվել իր հրամաններին, ենթարկվել իր պայմաններին, իր ցանկություններին եւ կամած մարում է մեր մեջ քրիստոնեական այն կրակը, որ Քրիստոս մեզի բորբոքել է, սիրելիներ։ Դրա համար շատ կարևոր է եկեղեցին մասնակցելը եւ ոչ միայն գալ նստելու գնալը, ապա եկեղեցու բոլոր կյանքին, միջոցառումներին, եկեղեցական կյանքին մասնակցելը մեզի տալիս է ուժ ու կարողություն։ Պետք է մենք գտնենք մեր տեղը եկեղեցում, ինչով օգնենք, ինչպես անենք, տարբեր տեսակի գործեր, տարբեր տեսակի միջոցառումներ կա, որոնք եկեղեցին անում ասեն ու մենք պետք է բոլորս միաբան մեկ սիրտ, մեկ հոգի մասնակցենք դրան։ Փառք Հիսուսին, Տերը փառավորվի, սիրելիներ։